Բարի երեկո հարգելի մասնակիցներ, սկսում ենք մեր հերթական վեբինարը, այսօր մարտի 29 է 2017 թվականին, անդրադառնանք մեր տնտեսություններում տիրող ֆունդամենտալ պատկերին, ընդհանուր առմամբ շաբաթը հագեցած է, ինչպես տեսնում ենք, Կենտրոնական բանկի, Ռեզերվային բանկի նախագահների ելույթներով և Եվրամիության կողմից և FRS, Ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից Միացյալ Նահանգների, եթե սենց ընդհանուր բնութագրենք, հիմնական կանխատեսումային բնույթի են, բոլորը շեշտում են, որ Միացյալ Նահանգների տնտեսությունը այս պայմաններում բավական լավ վիճակում է գտնվում, վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ամենաերկար ուրեմն նկատվող տնտեսական աճն ունի, գների մակարդակը կանխատեսումը կարողանա մինչև 10-ին թիվը 2% գնաճով տնտեսական աճն է կայուն մակարդակի ցուցանիշներն են ընդհանուր առմամբ բավական լավ դուրս գալիս, եթե հետևում ենք որում եւ կանխատեսվածից եւ նախորդ ամսվա համեմատ, այնպես որ ընդհանուր առմամբ տնտեսական վիճակը Միացյալ Նահանգներում բավականին լավ է եւ այն հիմք է տալիս, որպեսզի նաեւ խոսեն հետագա տոկոսադրույքների բարձրացման մասին, մասնավորապես կա կարծիք, որ յուրաքանչյուր երկու նիստը մեկ պետք է բարձրացվի 0.25 կետով, կա կարծիք, որ հնարավոր է նաեւ 4-րդ բարձրացումը, եթե լավ ցուցանիշներ լինեն, այնպես որ այս պայմաններությամբ բոլոր ուրեմն ասված մտքերը, կանխատեսումները Ֆեդերալ ռեզերվային համակարգի նախագահ կամ համանայն դեպս չեն թողում այն արժե զրկվի։ Երեկվա ուրեմն Ելենի ելույթի մասով արդեն վեբինարի ընթացքում ասացինք, հենց ընթացքում էլ հասկացանք, որ առանձնապես դրամավարկային քաղաքականության մասին չի խոսվելու։ Այսօրվա էական նորություններից էր Brexit-ի մեկնարկումը, այստեղ կարելի է հետաքրքիր նախադասության անդրադառնալ, որ անգլիական դիվանագիտությանը հատուկ նրանք ցանկանում են հետագա պայմանները դեռ Brexit-յան, այսինքն դեռ Բրիտանիայի դուրս չգալու պայմանները ճշտելուց առանց ճշտելու, ճշտել հետագա առևտրային պայմանները Եվրամիության հետ, սակայն Գերմանիայի սառնասրտության տեսանկյունից Մերկելը հայտնեց, որ ոչ, նախ պետք է ճշտենք, թե ոնց ենք պայմանավորում եւ ինչ պայմաններով է Մեծ Բրիտանիան լքում Եվրամիությունը, այնուհետև նոր պայմանավորվենք ուրեմն հետագա առևտրային համագործակցության մասով։ Ինչևէ, մեկնարկը տրված է, դա բավական երկար ժամանակատար գործընթաց կլինի, ասեմ, որ նաև Մեծ Բրիտանիայում խնդիրներ կան, Շոտլանդիան է ուզում անկախ անել եւ այլ, չֆիքսվեն քաղաքական այս իրավիճակների վրա, ամենայն դեպս այս բոլորը ճնշում են եւ եվրոյի վրա եւ Մեծ Բրիտանական ֆունտի վրա եւ չեն թողնում նրանք արժևորվեն։ Սակայն արդեն Մեծ Բրիտանական ֆունդը, որքանով որ տեսնում ենք, իր արժեքի մեջ ներառել է այս իրավիճակները եւ սպասում է տնտեսական հետագա լավ ցուցանիշներին, որը ուղղակիորեն ֆունդի դիրքերը կամրապնդի։ Նավթի շուկայից հետաքրքիր ուրեմն պատկերներ ունենք եւ գիշերվա նորությունը Նավթի ինստիտուտի կողմից ամերիկյան եւ այսօր երեկոյան նորությունը էներգետիկայի նախարարության կողմից, չնայած որ նավթի արտահանումը բավականին մեծ ծավալներ ունի Միացյալ Նահանգներում, գրեթե պաշարները չեն ավելացել, սա մենք նաև նկատեցինք փետրվարի սկզբին նման իրավիճակ, սա փաստում է մասին, որ նավթի պահանջարկը նույնպես կայուն աճ է դրսևորվում, բացի այդ վերջերս Լիվիայի հետ կապված խնդիր կար, ուրեմն նավթի արտահանման հետ կապված, այնպես որ այս ամենը նպաստեցին նավթի գների աճին, եթե նկատում եք բավական աճել են եւ շարունակվում է նավթի գների աճը։ Ինչևէ, սա իհարկե նման տեմպերով նավթ արտահանող տեխնիկաների զարգացման առաջացման ներողություն աճի, առումով հետագայում նաև նավթի արտահանման տեմպերի աճի առումով դժվար է սպասել
նավթի գների բավական երկար դինամիկ աճ, եթե իհարկե OPEC-ը նոր էական կրճատումների նավթի արտոնման չգնա։ Ինչևէ, կսպասենք, կհետևենք նորություններին, արդյունքներին, կհասկանանք, թե նավթի շուկան ինչպես է զարգանում։ Այս պայմանությամբ սպասում է ևս կենտրոնական բանկի ներկայացուցիչների եւ Եվրամիության եւ այնուհետև Ֆեդերալ ռեզերվի համակարգի ներկայացուցիչների ասուլիսներ, ելույթներ, որտեղ կհնչեն գնահատականներ տնտեսության վերաբերյալ եւ ցանկացած գնահատական, որը եմ ասում, կշեշտի տոկոսադրույքների մոտալուտ բարձրացման մասին կամ 3-2-ից ավել բարձրացման մասին այս տարի, այդ ամենը ուղղակիորեն կարժևորի Միացյալ Նահանգների դոլարը։ Վաղվա մասով ասեմ, որ մենք վաղվա նորություններից սպասում ենք արդեն սա համախառնողի արդյունքի երրորդ գնահատականն է Միացյալ Նահանգներում, նույնիսկ երրորդ գնահատականի դեպքում անցած տարվա վերջին երամսյակի մասին է խոսքը, լավ ցուցանիշ է կանխատեսվում 2%, այական տարբերություն ես ինքս չեմ սպասում, 1.9 էր 2%, եթե 1.9 լինի, սա ճնշում կլինի մի փոքր Միացյալ Նահանգների դոլարի վրա, այն դեպս էական չեն, եթե իհարկե էական տարբերություն չեն, ըստ էության չեն լինի, երրորդ գնահատականը դժվար է լինեն էական տարբերություններ։ Հերթական շաբաթական մեր ցուցանիշ աշխատաշուկայից գործազուրկների նպաստների դիմումների թիվն է, եթե հիշում եք անցած շաբաթ բավական մեծ էր, բարձր էր թիվը 20,000-ից ավել էր կանխատեսվածից, այս շաբաթ էլ 248,000 միջին քանակ է կանխատեսվում, աճը նույնպես ճնշող կլինի դոլարի համար, սա մի շաբաթվա FPI ցուցանիշներ կանխատեսող երևույթ է, ինչպես նաև ևս երկու ռեզերվար համակարգի նախագահների ելույթներ ունենք վաղը, մեր շաբաթ ամբողջությամբ ռեզերվային համակարգերի նախագահների ելույթներն են, հետարքի նորություն կա սպառողական գների ինդեքսի մասով, հետևենք Իսպանիայից եւ Իտալիայից, նաև Գերմանիայից, սրանց լավ լինելը, շատ լավ լինելը առավել ևս, ուղղակիորեն կանդրադառնա ուրեմն եվրոյի վրա, եթե չեմ սխալվում, ուրբաթ օրը մենք ունենք գների ինդեքս Եվրամիությունից, համար առաջին նորությունը, հիմա մի հատ կանդրադառնանք, հնարավորություն սանցած շաբաթ, եկող շաբաթ, մտանք մեկ վայրկյան, գների ինդեքսը, Խնդրեմ, սա ուրբաթ օրը ես նշել էի նախ շաբաթվա սկզբին, որ մենք բավական նորություններ ունենք, շատ նորություններ, կարելի ասել նույնիսկ ամբողջ շաբաթվա նորությունները կենտրոնացված են ուրբաթ օրվա մեջ, այնպես որ շուկան ինքն էլ ուրբաթ օր, շուկան բավականին տատանումներ կունենա, փորձենք զգույշ լինել ուրբաթ օրը, ինչեւ ուրբաթ ընդհանուր առմամբ ֆոնը հանգիստ է, ինչև է, այս ասածս այն է, որ վաղվա գների ինդեքսները Եվրամիության երկրներից ընդհանուր առմամբ կանխորոշեն ուրբաթ օրվա գների ինդեքսի ուղղությունը, որը կպայմանավորի եվրոյի արժեզրկումը կամ արժևորումը։ Ֆունդամենտալ առումով այսքանը, եթե կան հարցեր, խնդրեմ։ Եթե չէ, անցնենք տեխնիկական մասին, վերլուծության։ Այսպիսով եվրո-դոլար, ես շնջեմ մեր նախորդ դիրքերը, բայ, այսպիսով ինչ ունենք, ունենք սև դիրք, շրջադարձային մոմից, սև դիրքը արդեն աշխատում է, ունենք ամսի, ուրեմն 27-ի մոմից բայստոպ կանաչ զոնա և բլուցե սիգնալներով, կանաչ զոնայի բայստոպը տեղափոխել ենք երեկվա մոմի վրա, կտեղափոխենք վաղը այսօրվա մոմի մաքսիմումի վրա,
Եվս մեկ բայստոպ ֆրակտալային կդնենք երևաղ արդեն ֆրակտալի ստեղծության 27-ի մոմի մաքսիմումը, այստեղ երկու բայստոպ ունենք, մի բայստոպը տեղափոխենք որպես տեղափոխված կանաչ զոնա։ Այս պահին սել ունենք մեկ դիրք, աշխատում է ներքև, որի ստոպ լոսը դեռ գտնվում է ամսի 27-ի մոմի մաքսիմումին։ Երկրորդ սել, հետաձգված սել մեր պատվերը գտնվում է ամսի 9-ի մոմի մինիմումին, մինիմումից ներքև, այնպես որ սպասենք, տեսնենք շուկայի զարգացմանը ինչ ուղղություն մեզ կտա։ Ֆունտը տեսնում ենք հետարքիր եռանկյուն է ձևավորում մեծ առումով, եկեք ջնջենք, հասկանանք ինչ է կատարում, նոր մեր բայ դիրքը միակ արդեն ուրեմն ստոպով փակվել է, նոր բայ ֆրակտալ է ձևավորվում, արդեն ունենում ենք բայի նոր տեղ, վաղը արդեն իսկ այստեղ կտեղավորենք բայ ստոպ եւ կարմրել է ունացան, եթե այսօր չգիտեմ ինչ պատճառներով մենք ամրագրենք կարմիր գծից ներքև արեգատերի կունենանք կարմիր զոնա արդեն, բայց այս պայդրությամբ չկա նման սցենար, ունենք սել ստոպ ամսի 14-ի մինիմումից եւ բայ ստոպ ամսի 27-ի մաքսիմումից, ֆրակտալային սել ստոպ եւ բայ ստոպ։ Սպասենք, այստեղ բավական երկար ֆլետային վիճակ է ֆունտի մոտ եւ նշված եռանկյունից մի ուղղությամբ դուրս գալը արդեն կանխորոշի մեր ընդհանուր զարգացման ուղղությունը։ Ֆրանկն է փակված բոլոր սել դիրքերը նախկին, այս պայմանությամբ աշխատում մեկ բայ դիրք, ստոպ լոսը գտնվում է մոմի մինիմումի տակ, այստեղ նույնպես կարմիր զոնա ենք տեղափոխում, ինչպես Եվրոյում կանաչ զոնա, այստեղ ունենք մեկ սել ստոպ դրված բլուցե սիգնալից մնացել է, կարմիր զոնայի սել ստոպը տեղափոխում ենք եւ երկրորդը վաղը կավելացնենք նաեւ որպես ֆրակտալային սել ստոպ։ Գնում ենք վերև, բայի համար ունենք եւս մեկ բայ ստոպ, բայ ֆրակտալից, ամսի 7-ի մաքսիմումից, դեռ մեկ դիրք ունենք բայ ուղղությամբ եւ մեր սել ստոպը 2-3 սել ստոպեր ունենք, ամենամոտիկը տեղափոխում ենք ամեն օրվա մոմից մոմի մինիմումից ներքև եւ սպասում ենք ուրեմն հետագա զարգացումներ։ Այս պայմանությամբ ուղղությունը դոլար ֆրանկի բայ է։ Դոլար կանադական դոլար, խնդրեմ, երեկվա մոմներ, ես նշեցի, եթե փակվենք մենք կարմիր գծից վերև, ապա 3 բայ ստոպեր կտեղադրենք երեկվա մոմի մաքսիմումի վրա, ասում արդեն տեղադրել ենք, ուրեմն կանաչ զոնա բլուցե եւ անցումը 0-ից AC-ով։ Միանգամից 3 բայ ստոպեր այստեղ կան, ասեմ որ գրեթե չէ։ Սարքտալվին։ Սպասենք բավական մոտիկ եւ բավական լիքը դիրքեր ունենք բայ ստոպ բայ մտնելու համար, սելի համար ունենք սել ֆրակտալ, ամսի 21-ի մոմի մինիմումից սել ստոպ։ Այսօր կարմրել են ԱՈ եւ ԱՑ-ն, ընդ որում ԱՑ-ն նույնիսկ անցումն է 0-ից ցույց տալի, տեսեք, հետարքիր օրը, եթե հաջողվի գինը ընկնի, միջարոց նավթի գների աճը տեսնեք չի հանգեցնում կանադական դոլարի արժևորմանը, հակառակ պարագայում դոլարը ուժեղ չլիներ, մենք տեսնենք դա, դոլարն է պահում, դոլարի ուժն է պահում այս իրավիճակը, ամեն դեպս գրեթե կանադական դոլարը նույն տեղում է կանգնած։ Համենայն դեպս եթե այսօր կարմիր գծից ներքև փակվենք, 2 սել ստոպ դնելու հնարավորություն կունենանք եւ կզարգացնենք նոր կարմիր զոնա։ Հետարքիր իրավիճակի կանադական դոլարի մոտ սպասենք, սելի համար ունենք սել ֆրակտալ, բայ համար եւ բայ ֆրակտալ եւ 3 սիգնալներ կանաչ զոնա, բլուցե եւ անցումը 0-ից AC-ով, երեկվա մոմի մաքսիմումից։ Սպասենք, տեսնենք ինչպես կզարգանա իրադարձությունները։ ԻՆ-ը նույնպես փակեց բավական լավ շահույթներով մեր սել բոլոր դիրքերը, ովքեր աշխատեցին, շնորհավոր ասենք, իմիջիայլոց կարող ենք մի հատ պրոֆիլակտիկ միջին հաշվել արագի մեջ, հա, սենց մոտավոր վիճակով, առաջին դիրքը 330
այնուհետև 180, նու միջինը կարելի է պրակտալիցելի 330, Եղուցուն այստեղից էլ է 330, վերևից էլ է 330, չհասկացանք։ 330, ինչ-որ բան, 200, ինչ-որ բան են չի այս, կուրսորի հետ, մեկ վարկեն ես հասկանամ ինչ է կատարվում այստեղ, 480, 48, 48, 310, 50, 180, 500, ստեղ երկու հատ ունենք 153, 100, մոտ 800, մոտ 800, 130, ևս մեկ, արդեն 80, սա 200, արդեն 1000 պունկտ, մի խոսքով 1200-300 պունկտ, եթե ոչ ավել, ընդհանուր այս սել դիրքերից առնվազն ունենք, եթե ոչ ավել, միջինացված սենց ասեցինք, այնպես որ իրենից այս արմով ասենք շնորհակալություն, միջև նոր ուղղություններ մեզ տալ, այս պայդրությամբ աշխատում ենք բայ, մեկ բայ դիրք ունենք, շրջադարձային մոմիկ ենք, այստեղ տեսել, աշխատում ենք բայ ուղղությամբ, եթե ճիշտ ենք տեսել և այն ճիշտ է մեզ հուշում, որ կարող է և գոնե կորեկցիոն բայ գնանք, ու գնում ենք, այս պայդրությամբ դեռ առանձնապես շարուկներ չունենք, այստեղ նաև ունենք սել ստոպ, սա շուտով կնի նաև ֆրակտալ են, սել ստոպ, սելի այլտեղ չունենք, բայ համար այստեղ ունենք բայ ֆրակտալ, ամսի 10-ի, մարտի 10-ի մոմն է, բայ ստոպ ենք դրել, և ունենք բլյուցե սիգնալի բայ ստոպը, ամսի 14-ից դրված, հավական վերևներ, այստեղ նաև մենք տեղափոխել ենք կանաչ զոնա, երկու բայ ստոպ կարել ասել, աշխատում են, այս մենք մեկ ենք դիտարկում շրջադարձանից ամսի 27-ի, այդ կանաչ զոնա մենք տեղափոխեցինք տարբեր մոմերից և աշխատեց հենց 27-ի մաքսիմումից, կարող ենք նաև ասել երկու բայ ստոպ ունենք այստեղ, դոլարի ենայից, ինչև է սպասենք իրադարձությունի զարգացմանը, տեսնենք թե ինչ կտա դոլարի են, ամեն դեպս չի աուն չի շտապում կանաչել, մեզ երկրորդ սիգնալը դիվեր կամ երկրորդ ուդրես տալու համար, հնարավոր է ևս մեկ մինիմումներ այստեղ տեսնենք, դե առանձնապես վստահ շրջադարձային մոմիկ չէ, մեծ չի գնային անգուլացիան, ինչև է, ունենք սիգնալը, աշխատում ենք սիգնալով և սպասենք ավստրալիական դոլարը երեկվա մոմում ես տվեց անցումը 0-ից AO-ով, ունենք սել ստոպ, ունենք բայ ստոպ դրված բայ ֆրակտալից, ամսի 21-ի մոմի մաքսիմումն է, սել ստոպ ևս ունենք դրված սել ֆրակտալից, մարտի 9-ի մոմի մինիմումն է, և եթե այսօր AO-ն էլ հասցնի կանաչել իհարկե, կունենանք կանաչ զոնա, տվացին արդեն կանաչը, եթե AO-ությունն էլ կանաչեց, կունենանք կանաչ զոնա և բայ ստոպ կավելացնենք այստեղ, ավստրալիական դոլարը չի ուզում նահանջել և գնում է վերև, գիտենք հումքի գներից կախված արժույթներն ավստրալիական դոլարը, նորզելանդական դոլարը և եթե նավթի գներն աճում են, ոսկի գներն աճում են, ապա այս արժույթները արժևորվում են, որտեղ արտահանումը իրենց արտահանում մեջ համքահունքային նյութերը բավական շատ են։ Նորզելանդական դոլարի մոտ այսօր ձևավորվում է կարմիր զոնա, իհարկե մենք մոտ ենք ալիգատրի կարմիր գծին, հնարավոր է, ուրեմն կարմիր գծից վերև փակվումը և այս սել ստոպը այստեղ չլինի։ Եթե այդպես չլինի, ապա երկու սել ստոպեր, ոչ թե մեկ, այլ երկու միանգամից սել ստոպեր կդնենք այսրամոմի մինիմումից, բլյուցը և կարմիր զոնա երկու սել ստոպեր, ու կսպասենք իրադարձությունների զարգացմանը, ասեմ, որ մենք նոր բայ ֆրակտալ ենք արդեն ունենում, ավելի մոտիկ, ավելի լավ տեղ, սա ամսի 27-ի մոմի մաքսիմումն է,
Մենք տեղափոխենք մեր buy stop-երը արդեն ավելի մոտիկ տեղ, տեսեք այստեղից, այստեղ, այնուհետև այստեղ բավական օպտիմալացել է buy stop-ը մեր ֆրակտալային եւ կսպասենք, սա վաղվա իհարկե մասով կտեղափոխենք, այսօր դժվար է մաքսիմում ծակենք, բայց եւ մեր միակ buy դիրքի, եթե աշխատում է այս պայդրությամբ stop loss-ը գտնվում է ամսի 24-ի մինիմումի տակ, եթե այդ դիրքը չկա, ուրեմն այլ դիրք որևէ չունենք, սպասում ենք, տեսնենք նախ այսօր ամոնում ես կտա, արդյոք բլուցև կարմիր զոնա, թե հակառակը մենք կգնանք կարմիր գծից վերև եւ նոր ձևավորվելիք ֆրակտալը ծակենք եւ գնանք buy ուղղությամբ։ Սելի համար ունենք նաեւ սել ֆրակտալ, ամսի 9-ի մոմն է, այնպես որ այսքան է։ Նոր զելանդական դոլարից սպասենք, այստեղ սպասենք միջև հանգուրցալուծվի պատկերը։ Արծաթն է սա, չգիտեմ ինչու է այսօր ոսկուց առաջ ընկել, համենայն դեպս իր պատկերով էլ բավական գեղեցիկ խոստումալից աշխատում են, բավական buy stop բայեր, իսկ ասեք գրեթե բոլորը երեկվան իհարկե թե մոտիկ չեն դեռ չեն աշխատում այս պայդրությամբ, դեռ մաքսիմում առանձնապես չի գնացել միջոց արծաթի մասով աշխատելուց ուշադիր եղեք, մաքսիմում պլյուս սպրեդը մի քիչ շատ է լինում արծաթի ուրեմն մոտ արծաթի շուկայում սպրեդը անպայման մաքսիմում 2-3 պունկտ պլյուս սպրեդ նոր դրեք buy stop-ը, որ դեռ մաքսիմումը չգրանցված ձեր buy ուղղությունը buy-ը չբացվի։ Ինչևէ, գրեթե բան չի մնացել եւս 2 բայեր գործածելու համար։ Լավ է դիրքային վիճակը, մեկ դիրք ունենք ներքևներից, որի stop loss-ը գտնվում է ամսի 23-ն է, 24-ն է, 23-ի մինիմումի տակ, 24-ի կամ 23-ի տարբերություն չկա, դեռ չենք տեղաշարժի, մնացած stop loss-երն մնացած այստեղ են գտնվում, 23-ի կամ 24-ի, չմոռանանք, որ այստեղ ունենք 27-ին buy stop ֆրակտալային, իմիջիայլոց այստեղ ոչ միայն ֆրակտալային ունենք, այստեղ նաև 0-ից անցման buy stop ունենք, այստեղ բլուց է buy stop ունենք, բայց քանի որ դրանք թարմացվել են այս հատվածում, միայն ֆրակտալայի buy stop-ն ենք դիտարկում, ամսի 27-ին, եւ բավական մոտիկ ենք 150 պունկտ գրեթե ֆրակտալին, արծաթի համար դա մի մոմիկով հնարավոր է այդ ուղղությունը վերցնենք։ Ինչևէ այսօր մեր կանաչ զոնայի 3-րդ օրը կլինի, եթե աշխատեն իհարկե այս երեկվա մոմի մաքսիմումները ծակեցինք եւ աշխատեցին այս 2 buy stop-եր, ապա եւս մեկ buy stop-ը կտեղափոխենք այսօրվա մաքսիմումի վրա։ Այսպիսին է վիճակը արծաթի մոտ, սելի համար ընդհանրապես սել ֆրակտալ ունենք ամսի 15-ից, որ բավական հեռու է, դեռ չենք դիտարկում, այստեղ սել stop կա մեկ, այլ դիրք սելի համար չունենք, սպասենք հետագա զարգացմանը։ Ի տարբերություն արծաթի ոսկին շատ դժվարությամբ է արժևորվում, պարզ է, ինչու անընդհատ խոսում է տոկոսադրույքների, ռեզերվային դրույքների բարձրացման մասով, ոսկին բավական զայուն է ռեզերվային դրույքի բարձրացման նկատմամբ, ինչու որտեղ ոսկի առնելը նշանակում է հրաժարվել դոլարից, դոլար տալ, գնել ոսկի։ Ռեզերվային դրույքը, տոկոսադրույքն ընդհանրապես փողի գինն է գիտենք, հետևաբար ինչքան բարձրացնում եք, այնքան դոլարի գինը, դոլար պահելը ավելի է ձեռք տալիս, քան ոսկի գնելը։ Ոսկին գնում են հիմնականում ռիսկերից խուսափելու, ինֆլյացիոն ռիսկերից, հատկապես քաղաքական ռիսկերից եւ այս անորոշ իրավիճակն է աշխարհաքաղաքական հանգեցնում ոսկու գների աճին, սակայն մյուս կողմից էլ այն ճնշվում է, երբ խոսում են ռեզերվային դրույքների բարձրացման մասին։ Հետևաբար ոսկի նման տխուր հետագիծ ունի, հա, բայց ամենայն դեպս շարժվում է վերև, ճիշտ է փոքր քայլերով, բայց գնում է վերև։ Կունենանք վաղը մենք նոր buy fractal եւ այսօրվա buy stop-ը, այսօրվա buy fractal-ի buy stop-ը կտեղափոխենք արդեն ամսի 27-ի մաքսիմումին, մի քիչ ավելի ներքև ավելի լավ դիրքով, մի քանի պունկտ,
30 պունկտ ավելի ներքև, եւ եթե աշխատի, կաշխատենք ավելի լավ դիրքից մեր բայ ուղղությունները։ AC-ն չի շտապում կանաչելու դեպքում կունենանք երկու բայ սիգնալներ, հնարավոր է որ ավերջ տեղ ունենք մի քանի ժամ, տեսնենք այստեղ կանաչ AC, հետևաբար եւ կանաչ զոնա եւ բլուց սիգնալներ կաշխատենք այս դեպքում երկու բայ ստոպ կդնենք ասամոմի մաքսիմումին։ Բայց այս բայդրությամբ նման պատկեր չունենք։ Stop loss-ը մեր 3 բայ դիրքերի ուրեմն դրված է ամսի 24-ի մինիմումին, ասեմ որ ընդհանուր առմամբ 3-ն էլ շահույթների մեջ են, ընդհանուր շահույթը դրական է, այսպիսով 1 բայ ստոպ կունենանք, այն էլ ոչ հիմա, վաղը ունենանք այս բայ ստոպը որպես ֆրակտալային, եթե իհարկե այսօր այս մաքսիմումը չծագեցինք եւ այստեղ ձևավորվեց բայ ֆրակտալ, 27-ի մասին է խոսքը, այստեղ կդնենք 1 բայ ստոպ։ Եթե ծագեցինք այսօր մաքսիմում, ամենահավանականությամբ կկանաչի նաեւ AC-ն, կունենանք այսօր մոմից բայ ստոպը դնելու հնարավորություն։ Ինչևէ, սպասենք, այստեղ նույնպես սպասենք, խնդրեմ, սա նավթն է, փաստորեն նավթը աշխատեց շրջադարձային մոմիկ ասված է այս բայ դրությամբ, ստոպերը այստեղ կարող ենք տեղափոխել, մեր սելերը արդեն իսկ փակված են, եթե պահել եք միջև այժմ չենք փակել այստեղ, ունենք նաև երեկվա մոմը մեզ տվել է դիվեր բայ սիգնալ, երկրորդ բայ ստոպը, բոլորի համար ստոպ լոսերը տեղափոխած են ամսի 27-ի մինիմումի տակ, այստեղ նույնպես կձևավորվի նոր ֆրակտալ, կտեղափոխենք այդ նոր ֆրակտալի տակ մեր սել ստոպը, կարմիր զոնան 2, 3, 4 օրվա կարմիր զոնան եւս այստեղ է, չի աշխատել, այն տեղափոխում ենք մոմերի տակ, չաշխատելու դեպքում կտեղափոխենք այսօր մոմի մինիմումի տակ։ Բայ համար բայ ֆրակտալ այստեղ բավական հեռու է, դժվարն է աշխատի ամենահավանականությամբ որ բայ ֆրակտալ կունենանք, կանաչ զոնա չենք զարգացել, կարմիր կծից ներքև ենք դեռ անցում զրոյից եւ այլն չունենք որևէ սիգնալ, այս պետությամբ ունենք երկու բայ ստոպ, հնարավոր վաղը երկրորդ մոդրեսի սիգնալ ունենանք եւ աշխատենք եւս մեկ բայ ուղղությամբ։ Նույնը բրենտի մասին է խոսքը, շրջադարձային մոմիկ, դիվեր բայ սիգնալներ, երկուսն են աշխատում են, ստոպ լոսերը ամսի 27-ի մոմի մինիմումին կարող ենք տեղափոխել։ Այստեղ ամենահավանականությամբ կտեղափոխվի նաև ֆրակտալային սել ստոպը, այստեղ նույնպես կարմիր զոնա ունենք եւ այն տեղափոխվում է աշխատած բնականաբար, մենք տեղափոխենք այսօր մոմի մաքսիմումի տակ, որտեղ դժվար է այսօր այն աշխատի եւ կտեղափոխենք մինչեւ հասնենք վերջ։ Հիմնական ակտիվներից այսքանը, խնդրեմ հերթական շրջադարձային մոմն է ձևավորում DAX-ը, հերթական դիվերգենցիան է ձևավորում DAX-ը, ժողովուրդ ես եւս մեկ անգամ չեմ զրոնակրկնել, ես սպասում եմ ֆոնդային բորսաների աննախադեպ անկման, մոտ ապագայում չգիտեմ, դա երբ կլինի, բայց որ կլինի, ես սպասում եմ դրան, ճիշտ ամեն անգամ արդեն ասում ենք վերջ, իջնում ենք, մեկ էլ նոր ստոպ լոսեր, ստանում, փակվում ու սպասում ուրեմն հերթական աշխատանքին։ Դրությամբ այստեղ ընդհանրում ենք սել ստոպ եւ այստեղ ունենք դիվեր սիգնալ ու սպասում ենք տեսնենք, կարող է այսօրվա մոմը շրջադարձային լինի, տեսնում ենք, դա գերմանական DAX-ն է, այստեղից մենք երևի թե արդեն իջնենք ներքև։ Բազմաթիվ, խնդրեմ, բազմաթիվ շրջադարձային մոմիկների օրինակները DAX-ում ուղղակի ֆոնդային շուկան չի ուզում նահանջի, սա NASDAQ-ն է, այստեղ նույնպես այստեղ մաքսիմումներ չենք գրանցել, մաքսիմումների ծագել չկա, բայց եթե լինել նոր դիվերգենցիաներ են ընդամենը լինելու, այնպես որ ես չեմ հավատում ինդեքսների երկարաժամկետ աճին, այլ հակառակը սպասում եմ սա Dow Jones-ն է, այստեղ սև ֆրակտալ ունենք եւ հնարավոր նոր կարմիր զոնայի զարգացում ունենանք եւ անկում
վերցնենք այստեղ, այստեղ չունենք սիգնալներ, բայց գրեթե նենգների սահմաններում կարող է ունենանք կարմիր զոնա եւ ընկնենք ներքև։ Մեքսիկականը նույնպես իջնում է ներքև, չեմ սխալում, Գևորը թե Նարեկի մոտ էր բացված սել, Գևորը ինչքան գիտեմ, եթե պահպանել ենք stop loss-ը դեռ պահել ենք ամսի 23-ի մաքսիմումին, այս պահին Գևորը պետք է լինի։ Գևոր ջան, եթե դու ես խնդրեմ արձագանքի, քո մոտ էր, չէ՞, մեքսիկական պեսոն սել բացված։ Ներողություն, Գևորը այսօր ներկա չի վեբինարին։ Ինչևէ, եթե stop loss-ը դրված է ամսի 23-ի մաքսիմումին, այս պահին Գևորի դիրքը միանշանակ շահույթների մեջ կլինի։ Ասեմ ավելին, նոր կարմիր զոնա է ձևավորվում այստեղ, ասեմ ավելին, մենք դիտարկել ենք, որ նոր ֆրակտալ կա կարմիր զոնայով եւ բլուցեյով, այսինքն բլուցեն կարմիր զոնա չունենք, ներողություն, բլուցե եւ ֆրակտալ սել ստոպ ունենք ամսի 24-ի միտակից, այսօր նոր կարմիր զոնա եւ բլուցե տեղ կունենանք, ոչ մի կերպ մեր stop loss-ը ինչքան օպտիմալացնում ենք ներքև չի աշխատում, տեսեք մենք նույնիսկ diver by stop ունենք այստեղ դրած, մի թեթև գրեթե, եթե մի քիչ կարծես դրած լինենք մեր buy stop-ը, գրեթե չեն աշխատել, եթե աշխատել են ապա արդեն մոտենում ենք stop loss-երին, մեկ դիրք բայ եթե աշխատել է, ապա գնում ենք stop loss-ին, հետարքի ձևով է աշխատում, շատ փոքր կոռեկցիաներ եւ լավ իմպուլսներ է տալիս մեքսիկական պեսոն, ամեն դեպս այս պայն արդեն վտանգավոր է այն աշխատել սել ուղղությամբ, կոնվերգենցիա կա այստեղ, հնարավոր է արդեն շարժի վերջն է, հնարավոր նայեք արդեն շվեդական կրոնան շրջադարձ է լինում դեպի վերև, այստեղ ունենք ուրեմն շրջադարձային մոմիկ, փոխենք այս սա է, այսօր կունենանք diver by stop այսօր մոմիկի մաքսիմումից կարող ենք ունենալ, եթե կարմիր գծից վերև փակվենք, նույնիսկ կունենանք անցումը 0-ից AC-ով սիգնալ, ամեն դեպս օրինակ այստեղ չէ, կներեք, diver by stop-ի մասին խոսքնել չի կարող, և մինիմումներ չենք գրանցել, միայն ունենք շրջադարձային մոմիկ, այն էլ ինձ թվում է կոռեկցիոն տարբերակով, կոռեկցիան գրեթե ավարտվել, ամեն դեպս մեր բոլոր սելերներ կապված են եւ հնարավոր է հետագա նվազումը շվեդական կրոնայով։ Ինչևէ, եթե չեք դիտարկում, ես շատ մանրամասն չեմ, ես ինքս չեմ խորանամ, նաեւ այստեղ մենք Twitter-ն ենք ինչքան հիշում եմ նայում, խնդրեմ Twitter-ը տեղում դոփում ենք տեղում դոփում ենք, բայց հույս կա ասում է 3 բայ սիգնալներ ունենք Twitter-ի մոտ, երկուսն աշխատում են, երրորդ մուդրեսն է դեռ չի աշխատում, բայց stop տարբերակով է, ինչևէ կսպասենք stop loss-երը դեռ գտնվում են ամսի 22-ի մինիմումի տակ, ամեն դեպս երկար ժամանակ գնված բաժնի տոմսը, եթե բացասական արժեք ամեն դեպս մեծ չենք ունենում, վնաս չէ, մենք այս ընկերության շահույթից մեր քայաբաժին ենք ունենում, որի անունը դիվիդենդ է եւ այն swap-ի տեսքով մեր հաշվին է նստելու, այնպես որ եթե ներքև չենք, stop loss չենք, վնասով չենք, ինչքան երկար պահպանվի, թեկուզ մի քիչ բարձրանա, այնուհետև երկար ֆլետ պահպանվի, դա մեզ վնաս չի, հակառակը դիվիդենդներ ենք մենք ունենում այս ակտիվից։ Այսօրվա համար երևի թե այսքանը, հարգելի մասնակիցներ, եթե կան հարցեր, խնդրեմ անդրադառնանք։ Եթե չկան, ապա ասեմ շնորհակալություն մասնակցության համար։ Կհանդիպենք վաղը 20:30 հուսամ որոշակի շահույթներ կունենանք վաղվա մասով, որտեղ այսօր այսքան օրը շուկան մի քիչ ուրեմն կոռեկցիոնն է եւ նորությունները
ոչ միանշանակ են, իմպուլսներն առանձնապես բացակայում են, բայց ամեն դեպս ուրբաթ օրը բավական թեժ է լինելու, որտեղ այն շաբաթվա վերջ է, եմ ասում, ամսվա վերջ է եւ բազմաթիվ իրական եւ ազդեցիկ նորություններ ունենք։ Նույնիսկ ցանկալի ուրբաթ օրը ընդհանրապես շուկայից դուրս մնալ։ Ինչևէ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը 20:30։ Ցտեսություն եւ հաջողություն բոլորին։